Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս եւ բարի գալույս սուրճ ու սեր առավոտից ծրագիր Տիգրան Հարությունյանն ու Վեգա Անդրեասյանը ինչպես հասկացաք արդեն տաղավարում են եւ առաջիկա 1.5 ժամը պատրաստվում են անել ամեն ինչ ձեր տրամադրությունը բարձր պահելու համար։ Դա իհարկե այդպես է, ձեզանից մնում է միայն միանալ մեր սոցարտակներին, Facebook-յան ավանդական լայվը գործարկված է, նաեւ armradio.am կայքում եւս ունենք լայվ եւ իհարկե մեր զրուցարանները պատրաստ են փոխանցելու ձեր ողջույնները։ 553702 սայլայն հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել մեզ։ Սկսենք։ Բարի լույս բոլորին։ Սուրճ ու սեր առավոտից։ Միանշանակ դա այդպես է, մեր սուրճերը մեր եթերային սեղանին են արդեն, ողջունենք նաև նրանց, ովքեր հենց այս պահին սուրճ են ըմբում, անկախ նրանից տաք է դա թե սառը, կարևորը հանրային ռադիոյի հետ եք լսում, ըմբում։ Այո, հատուկ ողջույններ նրանց, ովքեր մեզ արդեն հասցրեցին միանալ մեր Facebook-յան էջում, էմոջիների տեսքով իրենց ողջույններն են ուղարկել Նարեկ Մկոյանը, Ամալիա Ղազարյանը, դուք նույնպես անպայման միացեք նաև on-line հարթակներում։ Իսկ հիմա պահն է, որ ձեզ ներկայացնենք օրվա այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ առավոտյան պետք է գալիս տանից դուրս գալուց առաջ։ Սկսենք եղանակից 3 երեկոյան անձրև եղավ Երևանում։ Ոստացել է, չէ՞։ Չեմ հիշում։ Ես էլ չեմ հիշում, բայց ինչ-որ այդպես նշмарելի չէր, գուցե ցերեկ այդպես կաթիլ-կաթիլ։ Շատ տարօրինակ անձնավորություն եմ Տիգրան։ Ամբողջ երեկո բացօթյա տարածքում եմ եղել։ Մոտավորապես ժամը 7-ից դուրս եմ եկել ռադիոյից, ռադիոտնից եւ մինչեւ 10-ը դուրս եմ եղել։ Չի եկել անձրև, ինչ ես ասում, չգիտեմ։ Լավ, հասկացա։ Այս պահին 23 աստիճան է, տեսնենք հանրապետության տարածքում ինչ պատկեր է։
Այսօրվանից օգոստոսի 12-ից մինչև 16-ը գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ առանձին վայրերում տեղումները կլինեն հորդարատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին հյուսիս-արևելյան է եւ արևելյան 4-ից 7 մետր վարկյան արագությամբ ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 20-ից 25 մետր վարկյան արագությամբ։ Սա հարաբերության մասին է խոսքը։ Մայրաքաղաքում այսօրվանից նաև մինչև 16 օգոստոսի գիշերը եւ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, նաև քամուշ գնացում 18-ից 23 մետր վարկյան արագությամբ։ Երեկոյան ժամերին էլ կունենանք քամի 15-ից 18 մետր վարկյան արագությամբ, դե այսօր էլ սանդղակը կբարձրանա մինչև 33 աստիճան։ Այսպիսին է իրավիճակը Երևանում։ Կարծես թե հեռախոսային հավելվածի հենց այս պահին էլ 24 աստիճան է, եթե պլանավորում եք քաղաքից փախնել, ապա ասեմ, որ դա կարող եք անել առանց դժվարության, քանի որ ինչպես փրկարարությունն է ասում, Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանից եւ Ռուսաստանից էլ հայտնում են, որ Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք մայրաքաղաքի փողոցներ, որտեղ առայժմ ազատ է իրավիճակը, 5 բալ է խցանումային նիշը, կարելի ասել շատ քիչ խցանում ունենք, կարող ենք դեռ շնչել, որտեղ քաղաքում քիչ մարդ կա, բոլորը հանգստի են քաղաքից դուրս, այս պայն թութ ինչպես ասում են, եւս մեկ անգամ ստուգ եմ, բայց վթարներ այս պահի չէ, ես շտապեցի ուրախանալ, բայց վթար ունենք այնուամենայնիվ Թբիլիսյան խճուղու վրա, Թբիլիսյան եւ Ադոնց փողոցների խաչմերուկի միջին հատվածում այս պահին ունենք գրանցված վթար եւ Թբիլիսյան բարձրացող հատվածը դեպի Երևանից դուրս գեր ծանրաբեռնված է այս պահին։ Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունել այն վարորդներին, ովքեր օգտագործում են թարթիչ, ովքեր արչեւի մեքենայից պահում են օպտիմալ հեռավորություն 2-ից 3 մետր հեռավորություն, նաև այն վարորդներին, ովքեր լուսամուտից աղբ չեն նետում։ Վերջին կետով հատկապես միանում եմ բոլոր ողջույններին, շատ ամաչում եմ, որ մեր երկրում կան դեռ վարորդներ, որ այլ կերպ են վարվում, միշտ թվում է, թե այլ նման բաներ չես հանդիպի, բայց արի ուտես, որ ժամանակները փոխվում են, որոշ մարդիկ ոչ։ Ես ուզում եմ մաղթել, որպեսզի Աստված նրանց հասնի եւ ծնունդին մեքենայի աղբաման նվեր ստանան, որպեսզի այդ աղբը չնետեն լուսամուտից դուրս, որտեղ գեղեցիկ չէ, 21-րդ դարում վարում եք մեքենա եւ քաղաքը, որ ասում եք մեր տունն է, դուք ձեր սեփական ձեռքերով աղտոտում եք։ Լավ չէ։ Տեղափոխվենք օդային տարածք, տեսնենք թե ինչ է կատարվում այստեղ, ունենք մեկ ուշացում ժամը 10-ի փոխարեն Շարմ el-Շեյխի, ներողություն, Շարմ el-Շեյխի թռիչքը Երևանում կլինի 10:17, վայրեջքը կտարի 10:17, երկու վաղաժամ ժամանում ունենք 10:51, այստեղ կլինի Դուբայի երկու թռիչք, որոնք նախատեսված էին 11:25-ին, երկուսն էլ, մնացած թռիչքները ժամանումների սանդղակում կասես թե ժամանակին են, տեղափոխվենք մեկնումներ։ Մեկնումների դաշտում եւս ամեն ինչ կարգին է, արդեն ունենք նստեցումներ այս րոպեներին եւ մնացած չվացուցակները մեկնումների դաշտում իրականացվելու են ճիշտ ժամանակին։ Բարի ճանապարհ եւ բարի գալուստ մաղթենք բոլորին, ովքեր այս պահին լսում են մեզ եւ իհարկե շարունակելով ներկայացնել օրվա տեղեկատվությունը, տեսնենք ինչ փոխարժեքներ է սահմանել Հայաստանի կենտրոնական բանկը։ Ամերիկյան 1 դոլարի օրվա փոխարժեքը 366 դրամ է, 1 եվրոն 422, ռուսական ռուբլու փոխարժեքը 442 է, վրացական լարին 139 դրամ է, բրիտանական ֆունտ ստերլինգը 494 է, Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 99.6 դրամ է եւ իրանական ռիալը պահպանում է իր դիրքերը 0.026 է։ Սա այն անհրաժեշտ տեղեկատվություններ, որ վստահաբար կօգնի պատրաստված լինել օրվան, աշխատանքային օրվան, մենք էլ Սիրուշոյին օր կատարումը լսենք եւ վերադառնանք։ Ողջունենք գանգուր վարսերով բոլոր ունկնդիրներին եւ վայելենք Սիրուշոյի վերջին աշխատանքը ժամեր անց է այն հայտնվել YouTube-ում։ Հապերից անել են ինձ ուխել քահանա
Ես քեզնով հիացած գուցե մի քիչ էլ տարված սիրուց քո հիվանդացած ու ինքս ինձ կորցրած քո գանգուր վարսերը իմ ու քո վարսերը ափերից անել են ամպերից էլ վետարել են քո գանգուր վարսերը իմ ու քո վարսերը ափերից անել են ինձ ու խելքը հանարել են քո վարսերում խճճված տեսնում եմ կյանքն իմ հարթված վարսերում խճճված տեսնում եմ կյանքն իմ գանգուր վարսերը իմ ու քո վարսերը ափերից անել են ամպերից էլ վետարել են քո գանգուր վարսերը իմ ու քո վարսերը ափերից անել են ինձ ու խելքը հանարել են քո գանգուր վարսերը իմ ու քո վարսերը ափերից անել են ամպերից էլ վետարել են քո գանգուր վարսերը իմ ու քո վարսերը ափերից անել են ինձ ու խելքը հանարել են քո գանգուր վարսերը իմ ու քո վարսերը ափերից անել են ինձ ու խելքը հանարել են իրար իմ ու քո վարսերը ափերից անել են քո գանգուր վարսերը իմ ու քո վարսերը ափերից անել են ափերից էլ վեր հանել են Երկի պրեմիերա կարելի ասել Սիրուշոյի վերջին աշխատանք, որը ժամեր առաջ արդեն YouTube-ում կարող եք տեսնել, Գանգուր վարսեր կոչվում էր։ Կատարումը իսկ մենք շարունակում ենք 9:42 րոպե, դուք լսում եւ դիտում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ ժամանակն է հերթելու պատմության էջերը հասկանալու համար, թե օգոստոսի 12-ը պատմության տարբեր տարիներին ինչով է նշանավորվել, ինչ միջազգային եւ ազգային տոներ են նշվում այսօր։ Եվ առաջինը սիրով ողջունենք մեր երիտասարդական լսարանին, քիչ չեն իդեպ երիտասարդներ, ովքեր լսում են Հանրային ռադիոյի առաջին ալիքը, այսօր երիտասարդության միջազգային օրն է։ Տիգրան, օրեր առաջ առյուծների մի համաշխարհային օրն էր նշվում, այսօր փաստորեն փղերի համաշխարհային օրն է նշվում։ Նաև գեղագրության համաշխարհային օրեն նշվում այսօր ըստ օրացույցի։ Սա կալիգրաֆիան է, եթե չեմ սխալվում, եւ այս թեմային դեռ կանդրադառնանք, շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու, փոքրիկ սփոյլեր, այնպես որ մնացեք անպայման մեզ հետ։ Տեղափոխվենք ազգային օրացույցներ եւ հասկանանք, թե նահանգներում ինչեր են նշվում, այբենական կարգով սկսվում ենք հենց Միացյալ Նահանգներից, այսօր անհատական համակարգչի օրն է։ Հետաքրքիր է, ամերիկացիները միշտ ամեն օր մեզ զարմացնում են իրենց տոներով։ Այո։ Նաև վինիլային ձայնասկավառակների ազգային օր ունեն ամերիկացիները, որ նշում են հենց այսօր։ Ինչպես նաև միջնեկ երեխայի ազգային օրն է այսօր, միշտ ասում են մենք երկու երեխա եմ մեր ընտանիքում, չգիտեմ, բայց միշտ ասում են, որ միջին երեխան տուժում է մի տեսակ եւ անուշադրության է մատնվում, չգիտեմ որքանով է ճիշտ, ամեն դեպքում այսօր նրանց օրն են նշում։ Առանց ուտեստների նրանք չունեն օրացույց, ժուլիեն, կարտոֆիլ, ֆրի ազգային օրեն նշում նահանգներում այսօր եւս, բայց այդքան էլ առատ չէր, ընդամենը 4 ազգային Այսօր այո, կարծես թե փոքրինչ пассив էին նահանգներ այո սակավեր օրերը, տեղափոխվենք այլ երկրներ, Թայլանդում մայրերի օրն են այսօր նշում։ Իրանում նշում են ոչ պետական կազմակերպությունների օրը։ Հնդկաստանում էլ գրադարանավարի ազգային օրն է այսօր։ Ճապոնացիները նշում են ազգային օրհներքի օրը։ Եվ արևածագի դիմավորման օր են նշում փաստորեն Ռուսաստանում։ Իդեպ այսօր երեկոյան եւս շատ իմ ընկերներ ուղևորվում են քաղաքից դուրս, որպեսզի այո, կեսգիշերից առաջ վայելեն աստղափայլը։ Իդեպ ես էլ էի մտածում, որ կարելի է աստղաթափը դիտել, բայց եթե անկեղծ չգիտեմ, թե նման դեպքերում քաղաքի, այսինքն երկրի որ մասերն են ավելի հարմար, եթե մեր ռադիո լսողները գիտեն այս հարցի պատասխանը, խնդրում եմ մեկնաբանություններում գրել, համ ես կիմանամ, համ էլ մեր մյուս ռադիո լսողների հետ կկիսվենք, թե որտեղից է ավելի լավ երևում աստղաթափը։ Գնանք իրադարձությունների դաշտ եւ տեսնենք ինչ հետաքրքիր դեպքեր են գրանցվել տարիներ առաջ այսօրը, օգոստոսի 12-ին։ Սկսենք կինոաշխարհից 1988-ին ամերիկյան էկրաններին է հայտնվում Մարտին Սկորսեզեի Քրիստոսի վերջին գայթակղությունը ֆիլմը, որը կրոնական շրջանակներում մեծ սկանդալ է առաջ բերում։
Ասիայում կարևոր քաղաքական իրադարձություն է տեղի ունենում 1978 թվականին Ճապոնիան ու Չինաստանը խոշորագույն երկրներ Ասիայի խաղաղության պայմանագիր են կնքում։ 1970 թվականին Հարվարդի համալսարանում Ջենիս Ջոպլինը ունենում է իր վերջին մենահամերգը։ ԱՄՆ-ն որոշում է, որ կայարաններում պիտի արգելվի սպիրտային խմիչքների վաճառքը 1918-ի այսօրը։ Դե ճիշտ են անում, կայանները ինչի պետք է Այո, խմեն, թող ստապ նստեն գնաց եւ գնան ինչու ոչ, ինչ մնաց այստեղ մեզ Կարի մեքենան, Այզեք Զինգերը 1951-ի հենց այսօրն է փաստորեն ձեռք բերել առաջին կարի մեքենայի արտոնագիրը Հայաստանում էլ կային, չէ՞, կարծեմ ինչ օրս կա Զինգեր տեսակի, այո։ Շատ հայտնի է այս ֆիրմայի կարի մեքենաները, բավականին շատ այսպես ամուր եւ երկար ծառայող մեքենաներ են։ Քիչ անց նաև կիմանանք, թե ովքեր են ծնվել հայտնի մարդկանցից, շնորհավորենք հոբելարներին, իսկ մինչ այդ վայելում ենք Սաբրինա Կարպենտերին։ Can go a very long, long way. Baby, just do the dishes. I'll give you what you want. A little communication, yes, that's my ideal foreplay. Assemble a chair from IKEA. I'm like, I get wet at the thought of you. Being a responsible guy. Treating me like you're supposed to do. Tears run down my thighs. A little respect for women can get you very, very far. Remembering how to use your phone gets me oh so high. Considering I have feelings, I'm like, why am I close to one? Offering to do anything, I'm like, oh my god. I get wet at the thought of you. Being a responsible guy. Treating me like you're supposed to do. Tears run down my thighs. I get wet at the thought of you. Being a responsible guy. Treating me like you're supposed to do. Tears run down my thighs. Dance break. Սուրճ ու սեր առավոտից։ 9:49 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ օգոստոսի 11-ն է ժամանակն է 12 ներողություն ժամանակն է տեսնելու թե ովքեր են ծնվել այսօրը եւ սկսենք Անգլիայից, որտեղ իմ ամենասիրելի Տիգրան մոդելներից մեկն է ծնվել։ Ես ուզում եմ ասել ճանաչում։ Այո, Cara Delevingն է 1992-ի այսօրն է ծնվել։ Նա որպես դերասանուհի նույնպես իրեն փորձեց, բայց հանուն արդարության ասեմ, առանձնապես դերասանական փայլ կարիերա չստացվեց, որովհետեւ կարծում եմ տաղանդով չփայլեց, բայց Կարան հանդիսանում է անգլիական հնագույն ընտանիքներից մեկի ժառանգ եւ նաեւ արդեն մեզ լքած Կարլ Լագերֆելդի մուսաներից մեկն էր եւ նաեւ Շանելի դեմքերի։ Այսինքն Լագերֆելդի շարքում կարող ենք տեսնել ցուցադրությունները։ Այո, միանշանակ Կարան նրա սիրելիներից էր։ Այո, ես շատ երկար ժամանակ նրան համարում էի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը, նա հայտնի էր իր հոնքերով, որովհետեւ չնայած բնական շեկ մազերին, նա ուներ էլի բնականից շատ մուգ եւ խիտ հոնքեր։ Ինչ ես ասում։ Այո։
Նկարը տեսնեմ կարող ես էլ գիտեմ։ Վստահաբար գիտես, այո։ Լավ, ես մարզաշխարհից ներկայացնեմ հաջորդ հոբելարին, իտալացի հայտնի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին է ծնվել այսօր 1999-ին։ Ամերիկացի ջազ ռոք երաժիշտ 20 Grammy դափնեկիր Պետ Մեթենի ծննդյան օրն է, նա 1954-ի այսօրն է ծնվել։ Դե ով չի լսել Dire Straits խմբի մասին, շոտլանդացի երաժիշտ Մարկ Նոֆլերը մենակատար, հիմնադիրը նաև խմբի եւս ծնվել է այսօր 1949-ին։ Հայկական մշակույթի համար երկու կարևոր կանայք ծնվել են այսօր, ժողովրդական երգչուհի Վալե Սամվելյանը 1937-ի օգոստոսի 12-ին է ծնվել, իսկ բալետի դերասանուհի Բելա Հովնանյանը 1935-ի։ Ավստրիացի ֆիզիկոս Էրվին Շրոդինգերն է ծնվել այսօր 1887 թվականին։ Ահա, Գրիգոր Քեշիշյանը արձակագիր ծնվել է 1921 թվականի այս օրը։ Եվ ֆրանսիացի արևելագետ, նաև հայագետ Օգյուստ Կարիերն է ծնվել այսօր 1838 թվականին։ Մեծ շնորհավորել բոլոր հոբելարներին, կարդալ մի քանի մեկնաբանություն մեր ռադիո լսողների կողմից։ Արտակ Մխիթարյանը բարի լույս է մաղթում բոլորին, նրան միանում է նաև Ստյոպ Վարդանյանը, բարի լույս Վիգեն Եղեզարյանի կողմից, բարի առավոտ եւ բարի օր բոլորիս Էդգար Սիսակյանի կողմից, բարի լույս եւ լավ օր բոլորիս նաև Մարիամ Գուլքանյանի կողմից։ Բարի լույս բոլորին, գնացինք։ Սուտետունս առանցյարի, հոգիս դատարկու խավար, ախիմ յարը չկա կողքի սիրտս կուլա առանցյար։ Mi tu vačka šampi cari, mi tu vačka žurtarna, im darmana koačkenin se uđar. Garun egel sirtes lățvel kunas pahel sirunjar, serem găter kahki micin tarlan iar sirunjar. Garun egel sirtes lățvel kunas pahel sirunjar, serem găter kahki micin tarlan iar sirunjar. Գնամ սիրտս բանամ, դարդս պատմեմ անցվորին, թող որ լուրը հասնի յարիս յարս հերվից հագալիս։ Արար աշխարհման էլ եկել, չկա քեզ պես աննման, մեկատի քեզ սղոնց միջին սիրտս նավեր քեզ կտա։ Գարուն եկել սիրտս լծվել կունաս պախել սիրունջան, սերեմ գտել կախքի միջին թարլան յար սիրունյար։ Գարուն եկել սիրտս լծվել կունաս պախել սիրունջան, սերեմ գտել կախքի միջին թարլան յար սիրունյար ջան։
Սուրճ ու սեր առավոտից։ 9:56 կրկին ասում ենք բարի լույս հանրային ռադիոյի բոլոր ունկնդիրներին։ Բարի լույս, սուրճ ու սեր առավոտիցն է եթերում, սերը մեր կողմից, իսկ սուրճը հուսով ենք ձեր դեպքում արդեն կրակին է կամ գուցե արդեն վայելում եք, եթե պատրաստվում եք տանից դուրս գալ, ապա առաջարկում ենք մեզ վերցնել ձեզ հետ միասին, որովհետև on-line ենք նաև, հասանելի ենք on-line հարթակներում, մեր Facebook-յան էջում, կայքում, այնպես որ on-line նույնպես կարող եք մնալ մեզ հետ, ինչպես ամեն օր այսօր նույնպես ունենալու ենք հետաքրքիր հյուր, եթերաժամի երկրորդ հատվածում խոսելու ենք ամերիկյան համալսարանի դասախոս գեղագիր Ռուբեն Մալայանի հետ այսօր, քանի որ նշվում է գեղագրության համաշխարհային օրը, այնպես որ անպայման մնացեք մեզ հետ, իսկ մինչև այդ ընդամենը րոպեներ անց մեզ է միանալու ռադիոլուրի մեր գործընկերը, ծանոթանալու ենք վերջին ժամվա նորություններին եւ հասկանալու ենք, թե ինչ լավ եւ ոչ այնքան լավ ցավոք լրատվականների դեպքում հաճախ ոչ այնքան լավ նորություններ են տեղի ունեցել վերջին ժամվա ընթացքում։ Դեսք եթե ուզում եք բարձել առասարակ, թե ինչ պատմություն ունի գեղեցիկ գրելու արվեստը, ապա մի փոխեք ալիքը եւ շարունակեք լսել հանրային առաջին ալիքը։ Chase away my darkest hours when we go walking. Sunlight's all around you, it's all around you. And did I mention you always bring me back with your pure intention, baby. Wanna get with me? There's something that I gotta do, baby. When you here with me, there's nothing that we can't do. It's more than a love, yeah. Knowing that I can feel trust when I feel let down, yeah. You tell me I should take it slow whenever I doubt you. I have a premonition, and I can see it clearly where I should be. You set me free with your love sensation, love sensation, love sensation, love sensation, baby. Come and get with me. There's something that I gotta do. There's something that I gotta do, baby. When you're here with me, there's nothing that we can't do. There's nothing that we can't do. Love's the reason why. It's a drug that I can't stop taking. Baby, let's get high, tripping up to the sky. On your love sensation, good vibration, love sensation. On your love sensation, good vibration, love sensation. On your love sensation, good vibration, love sensation, good vibration. Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում աշխատում է Հասմիկ Մարտիրոսյանը, ներկայացվելիք թեմաները նախ համառոտ։ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը։ Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաներին առաջին անգամ կհատկացվեն բնակարանի գնման հավաստագրեր։ Ռուսաստանը ազատ է արձակել ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող Ռոբերտ Գիլմանին։ Այս եւ այլ թեմաների մասին ընդգրկուն վարքյան նրանց։
Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի արդիվ օգոստոսի 10-ին Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը, Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամադովը եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը։ Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի անձնական ներդրումը թե նախորդ տարվա գագաթնաժողովի, թե այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման գործում։ Կողմերը մտքեր են փոխանակել արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի եւ վստահության ամրապնդման քայլերի շուրջ։ Ընդգծվել է նաեւ հումանիտար խնդիրների հասցեագրման կարեւորությունը։ Վահան Կոստանյանը հանդիպել է նաև ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ, հայտնում են արտգործնախարարությունից եւ տեղեկացնում, որ Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ Երևանի դիրքորոշմանը։ Մասնակիցներին են ներկայացվել նաև տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման ջանքերը։ Մասնավորապես Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված երկկողմ եւ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում տարածաշրջանային փոխկապակցվածության եւ տնտեսական համագործակցության ծրագրերը։ Ռազմական ակադեմիան ավարտած սպաներին առաջին անգամ կհատկացվեն բնակարանի գնման հավաստագրեր, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 41 միլիոն 956 հազար դրամ։ Այս մասին այսօր առավոտյան հայտնել է Պաշտպանության նախարարը եւ Սուրեն Պապիկյանի փոխանցմամբ համապատասխան փաստաթղթերը արդեն ստորագրված են, մի քանի օրից կհանձնվեն նորընծա սպաներին։ Պապիկյանը նշել է, որ հավաստագրերի չափը սահմանվել է հաշվի առնելով այսօրվա շուկայական գները։ Գերատեսչության ղեկավարը նաև դիմել է երիտասարդներին եւ պատանիներին հորդորելով ընտրել սպայի մասնագիտությունը, դառնալ հայրենիքի պաշտպանն ու ամրապնդել պետականությունը։ Այլ լուրեր ներկայացնենք, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան օգոստոսի 12-ից 14-ը կգործուղվի Ղազախստանի Հանրապետություն, Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշման համաձայն Պապոյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին։ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներն էլ պլաստիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումները։ Հանդիպմանը ներկայացվել են պոլիէթիլենային տոպրակների եւ մեկ անգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակումները եւ դրանց կիրառման շրջանակն ու պահանջները։ Անդրադարձ է կատարվել նաեւ շրջակա միջավայրի համար անվտանգ այլընտրանքային ապրանքների անցնելու հնարավորություններին։ Միջազգային անցուդարձի մասին Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի ծովային հետևակի նախկին զինծառայող Ռոբերտ Գիլմանին, որը 2022 թվականից ի վեր կալանքի տակ էր գտնվում ռուսական բանտում։ Այս մասին սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ռոբերտ Գիլմանը ձերբակալվել էր 2022 թվականին ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով պահվում էր Մոսկվայից մոտ 550 կիլոմետր հարավ գտնվող Վորոնեժի բանտում։ Թրամփի փոխանցմամբ Ռուսաստանի նախագահի հետ ունեցած քննարկումներից հետո ռուսական կողմը համաձայնել է ազատ արձակել Գիլմանին բացառապես մարդասիրական հիմքերով։ ԱՄՆ նախագահը հատուկ է ընդգծել, որ Վաշինգտոնը դրա դիմաց որևէ զիջման չի գնացել։ Զանգվածային լրատվամիջոցներն էլ հավելում են, որ Գիլմանը Միացյալ Նահանգներ է վերադառնում հատուկ ինքնաթիռով մոր Նինայի ուղեկցությամբ, թռիչքի ողջ ընթացքում նրան հսկում են բժիշկները։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանն ու Թեհրանը միջգերատեսչական խորհրդակցություններ են անցկացրել սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ զենքի չտարածման թեմաներով, անդրադարձել են Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով ստեղծված ճգնաժամի հաղթարմանը եւ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հեռանկարներին։ Իսկ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսե Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի փոխել իր վարքագիծը եւ չի ընդունել Իրանի պայմանները։ Ռեզային ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները եւ ապասառեցնի իրանական արտասահմանյան ակտիվները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ լրագրողների հետ զրույցում հակադարձել է Թեհրանի հայտարարություններին, պնդել, որ նեղուցը իրականում բաց է միջազգային նավագնացության
բնակչության համար։ Թրամփը ընդգծել է, ԱՄՆ ռազմածովային ուժերն իրականացրել են ականազերծման աշխատանքներ, լիովին վերահսկում են կարևորագույն ծովային ուղին, հավելել է, որ Վաշինգտոնն է Իրանից փոխհատուցում պահանջելու բանակցությունները վերսկսելու համար։ Եվս երկու լուր հութիները Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսին կապող Բաբ Մանդեբի նեղուցում առևտրային նավ են խոցել։ Եմենի կենտրոնական իշխանության ներկայացուցիչները Reuters գործակալությանը հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող Թիհաման նավի անձնակազմի 3 անդամ։ Հուլիսին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, սպառնալով խոցել նեղուցը հատող առևտրային նավերը։ Լիբանանի խորհրդարանն էլ ընդունել է մահապատիժը վերացնող օրինագիծը, նախաձեռնությանը կողմ է քվեարկել 128 падգամավորների մեծամասնությունը, բացառությամբ Հզբոլլահ դաշինքի ներկայացուցիչները։ Իսկ Դամասկոսի դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին հերրակակարգով մահվան է դատապարտել մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեղեկացնենք ժամը 11-ին, մնացեք հանրային ռադիոյի հետ ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Օրն նոր բացվել է տես, անընդհատ հիշում եմ քեզ, կլոր օր է սիրելիս, ես դարձել եմ երկու կես։ Օրն նոր բացվել է տես, անընդհատ հիշում եմ քեզ, կլոր օր է սիրելիս, ես դարձել եմ երկու կես։ Վայ, 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 քաղցրս արի արի, վայ, 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 կասկարոտս կմարի, վայ, 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 քաղցրս արի արի, վայ, 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 կասկարոտս կմարի։ Օրը կես օր է դարձել, իմ մտքում ես մնացել, աչուկներդ սիրելի սրտիս մեջ եմ գրանցել։ Օրը կես օր է դարձել, իմ մտքում ես մնացել, աչուկներդ սիրելի սրտիս մեջ եմ գրանցել։ Վայ, 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 քաղցրս արի արի, վայ, 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 կասկարոտս կմարի, վայ, 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 քաղցրս արի արի, վայ, 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 կասկարոտս կմարի։
կասկարոտս կմարի վայ 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 քաղցրս արիարի վայ 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 կասկարոտս կմարի վայ 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 քաղցրս արիարի վայ 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 կասկարոտս կմարի վայ 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 քաղցրս արիարի վայ 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 կասկարոտս կմարի Սուրճ ու սեր առավոտից 11 րոպե ձեզ հետ հանրային ռադիոյի առաջին ալիքն է։ Ինչպես արդեն բազմիցս նշեցինք, այսօր նշվում է Գեղագրության համաշխարհային օրը։ Ինչ պատմություն ունի գեղեցիկ գրելու արվեստը, ինչով է առանձնանում հատկապես հայկական գեղագրությունը եւ ինչու է ձեռագիրն այսօր էլ շարունակում մնալ արվեստի յուրահատուկ ձև։ Այս թեմայով զրուցելու են գեղագիր ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանի հետ։ Բարի լույս Ռուբեն։ Եվ բարի գալուստ մեր տաղավար։ Օշականից ուղիղ։ Այո։ Երկու ակի վրա մոտով եմ եկել, ինձ համար դա առիթ էր մի քիչ նաև քշել հաճույք ստանալ։ Երևանում ինչպես եք ձեզ զգում մոտոցիկլետով, չունենք հա հատուկ Երևանը գիտեք, ճգնաժամի մեջ է, չէ՞, քաղաքը կանգնած է, երկու ակը ամենատրամաբանական լուծումն է։ Իսկ զիջում են վարորդները մեքենա։ Ավելի շատ ավելի լավ է, քան առաջ, մոտ մի 10 տարի առաջ ավելի դժվար էր մոտոքշել, չէին տենց շատ չէին ուշադրություն դարձնում, բայց հիմա մի քիչ կարծես թե սկուտերները, որ ավելացել են, արագիչները շատ են, դրա հաշվի մի քիչ համակերպվել են վարորդները։ Համակերպվել են եւ ավելի ըմբռնող եւ զիջող են դարձել։ Ռուբեն, չեմ կարող չհարցնել հաշվի առնելով տառերի կարեւորությունը ձեր կյանքում, այն էլ հայկական տառերի, ինչու օշական։ Մենք պարզեցինք, որ դուք պատահական չի, որ այնտեղից եք գալիս, այնտեղ եք բնակվում։ Սա որքան ժամանակ է եւ ինչով է պայմանավորված։ Ну, ես քաղաքից հոգնել էի, քաղաքը ինձ այլևս տալու բան չուներ, չնայած ես դասախոս եմ ամերիկյան համալսարանում, հիմա ուզած գալիս եմ քաղաք, բայց որոշեցի գնալ մոտ մի տեղ, շատ հեռու չէ, 20 կիլոմետր ընդամենը Երևանից, օշական գյուղն է, բայց նաև սիմվոլիկ է, որովհետև Մեսրոպն է այնտեղ։ Ամեն անգամ սենց եկեղեցու կողքով անցնելուց սենց մտքումս բարևում եմ իրեն։ Երևի հա, առաջի տունը, որ նայում էի, հենց Մեսրոպ Մաշտոցի փողոցի վրա էր, մի քիչ տես մտածեցի, վայ, եթե այս տունը գնեի, իմ հասցեն կլիներ Մեսրոպ Մաշտոցի փողոց, բայց չէ, տունը չստացվեց, բայց հիմա հա ունեմ տուն, արվեստանոց, ամեն ինչ օշականում է, մեծ այգի, շուն վերջապես։ Էլ ձեզ պետք է քաղաքը, Գամփրը, հովաշունը հայկական մի հատ աղջիկա աննել դրել եմ Ադել։ Հա, շատ բռնում է։ Ինչ ասել գեղեցիկ գրել առհասարակ եւ արդյոք հնարավոր է մարդու ձեռագիրը փոխել։ Ու գեղագրությունը իհարկե համատարած երևույթ, հա, ցանկացած անկախ այբուբենից, կարելի է գեղեցիկ ցանկացած գրավոր համակարգ, հա, ինքը իրական գալիս է իհարկե հուներենից, կալիգրաֆիա, գեղեցիկ գրելու արվեստ, հիմա մենք ունենք հայկական տարբերակը գեղագրություն, հաճախ կոչել ենք, ասել ենք արվեստագրություն էլ ենք ասել, բայց գեղագրությունը ավելի ճիշտ է, ճիշտ տերմին է դրա համար։ Դա գեղեցիկ ձեռագիր չի, որովհետև գեղեցիկ ձեռագիրը ընդհանրապես գեղեցիկ ձեռագիր է, դա արդեն արվեստի մակարդակին հասնող վիզուալ էսթետիկա է, հա, որը ամեն դեպքում կենտրոնացված է հենց տառի պլաստիկայի վրա, ոչ թե Արեգ բաժանենք մանրանկարչությունը գեղագրությունից, հա, ինձ հաճախ հարցնում են թռչնատառ դա ինչ է, դա մանրանկարչություն է, դա գեղագրություն չի, որովհետև ինքը տառը զարդարում է։ Գեղագրությունը կենտրոնանում է հենց տառի պլաստիկայի վրա, դու տառը չես նկարում, դու տառը գրում ես։ Համար մեր մոտ մի քիչ սենց բարդ իրավիճակ ստեղծվեց, որովհետև մենք այդ անջատումը չենք արել ժամանակին ու մեր մոտ գեղագրությունը ու մանրանկարչությունը կարծես թե նույն բանն է։ Եվ շատերը նույնն են համարում։ Նշեցիք, որ իրականում պետք է նաև տարբերել գեղեցիկ ձեռագիրը եւ գեղագրությունը, ամեն դեպքում սա մասնագիտություն է, վստահաբար երկար տարիների ջանք ու աշխատանք է պահանջում, բայց հետաքրքիր է, եթե ձեր մասնագիտական ընտրությունը օրինակ հիշեք, ինչպես է սա սովորաբար լինում, ընտրել եք նկարչությունը, գեղանկարչությունը եւ հենց այս ուղղության վրա եք կանգ առել, թե սա կարող է ծագել հենց նրանից, որ ինչ որ մեկի մոտ օրինակ գրելը շատ գեղեցիկ է ստացվում։ Շատ հետաքրքիր շերտ կա ստեղ, որովհետև շատ մարդիկ կան, որոնք որ արվեստի կրթություն չեն ստանում, չեն գնում, չեն սովորում գեղանկարչություն կամ վիզուալ արվեստ, բայց ձգտում են դեպի արվեստ, հա, ոնց որ գեղագրությունը այդ կամուրջը կարա լինի, հա, մարդիկ ուզում են ինքնաարտահայտվեն, նկարել չգիտեն, կրթություն չեն ստացել, բայց գրի միջոցով կարան գնան դեպի արվեստ, հա, ամեն դեպքում ճիշտ նշեցիք, երևի ամենակարևոր ասպեկտներից մեկն է, որ ինքը քեզ
սովորեցնում է դիսցիպլինա, սովորեցնում է քեզ նյութի հետ աշխատանք, այսինքն անալոգ իհարկե թղթի մասին է խոսքը գնում, հա, ու իհարկե շատ նաև թերապևտիկ ասպեկտ ունի, որովհետև ես որ գրում եմ իմ մոտ ամբողջ հոգեվիճակս է փոխվում, թերապիա է դա ինձ համար, հա, ինքը այդ տեսանկյունից շատ օգտակար է, ու ես նորից կուզեի շեշտել, ինչքան կցանկանայի, որ ինչ որ բայից մենք իրան վերադարձնեինք կրթական համակարգ, այսինքն ես կարծում եմ երեխաները առաջի դասարանից երբ որ սովորում են գրել կամ այբուբենն են սովորում, թող մի անգամից գեղեցիկ տարբերակն էլ դիտարկեն, հա, որպես սովորելու ասպեկտ, հա, արեք փորձենք գեղեցիկ հայերենը սովորենք, որովհետև երբ որ գնում ես դպրոց նայում ես ինչ է իրանց առջև կախած, ամենապրիմիտիվ տարբերակն է, այդպես չպետք է լինի էլի։ Եվ իրականում շատ դպրոցներում ցավոք նույնիսկ ձեռագիր առհասարակ գրելը աստիճանաբար վերանում է, որովհետև digital հարթակ բոլորը տեղափոխվում են եւ գիտեմ, որ կան դպրոցներ, որ գրեթե չեն էլ օգտագործում ձեռագիր ցավոք։ Խելացի գրատախտակներ նաև Սա իդեպ ասեմ, ես առիթը օգտագործեմ, ասեմ, որ սա բավականին վտանգավոր տեղ է մեզ տանում, հա, որովհետև ուսումնասիրությունները արդեն ցույց են տալի, որ գրելը, թղթի վրա գրելը անմիջական կապ ունի, այո, անմիջական կապ ունի մարդու հիշողության հետ։ Ինչ կլինի այդ երեխաների հետ, ովքեր որ արդեն դիգիտալ են դա անում ու թուղթը կամած վերանում է կրթական համակարգից, մենք չգիտենք դրա հետևանքները հիշողության հետ կապված, հա, որտեղ ես տեսնում եմ օրինակ համալսարանում իմ ուսանողները, երբ որ լեկցիայի ժամանակ թղթի վրա են իրանց բաները, նշումները անում, իրանք հիշում են այդ նյութը։ Այն նրանք ովքեր չեն անում կամ դիգիտալ են անում, իրանց մոտ այդ նյութը ընդհանրապես չի գրանցվում։ Այդ արդեն ակնհայտ երևում է։ Ու ասեմ ձեզ, որ արեք հեռու չգնանք, տեսնենք արդեն, որ արդեն պրեցեդենտ կա Սկանդինավիայի պետություններից մեկը որոշել է ամբողջովին վերադառնալ գրքերին եւ թղթին։ Դա արդեն մեզ ինչ որ բան ասում է։ Պատահական չի վստահաբար։ Որտեւ իրանք նախ եւ առաջ ունեն աշխարհի լավագույն կրթական համակարգներից մեկը, իրանց ուսանողները առաջի տեղերում են բոլոր ռեյտինգներում, ու եթե իրանք են հասկացել, որ այս դիգիտալ ուղին փակ ուղի է կրթության տեսանկյունից, ապա մենք երևի պիտի նաև մի քիչ մենք էլ մտածենք դրա մասին։ Իդեպ անձնական օրինակով ասեմ, լրիվ համաձայնելով ձեզ հետ, ես ինքս թվային առումով ինձ շատ գրագետ մարդ համարելով, որ ունեմ բոլոր տեսակ on-line կալենդարներ, to-do list-եր, հնարավոր բոլոր էփերը, միևնույն է, ես ունեմ իմ տետրերը, աշխատանքային, անձնական, որտեղ սիրում եմ ձեռքով գրել իմ անելիքը, չնայած այն բանին, որ այո, ունեմ էփ, գիտեմ դրա տեղը, կարող եմ այնտեղ պարզապես ավելացնել, միևնույն է, ձեռքով գրելը համաձայն եմ, որ նախ կարծես թերապևտիկ լինի եւ այդ նույնիսկ երբ ուղակի ձեռքով պլյուս ես դնում այդ օրվա արածի դիմաց, ինչ որ բավարարվածության այլ չափաբաժին է ստանում, քան պարզապես այդ on-line։ Ինչպես գիրք թերթելը եւ էլեկտրոնային գիրք կարդալը։ Ես մի բան հիշեցի, հայրիկս մի անգամ ինձ մի շատ հետաքրքիր բան ասաց, այն ժամանակ երբ որ դեռ այդ ball pen-ը գոյություն չուներ, հա, թանակ էին օգտագործում։ Ամեն անգամ երբ որ թանակը վերջանում էր ու պետքա նորից գրիչը թաթախեր թանակի մեջ, ինքը քեզ 1.5 վայրկյանանոց պաուզա էր տալիս, որ դու վերլուծես ինչ ես գրել, մտածես քո գրածի մասին։ Այսինքն այդ 1.5 վայրկյանը քեզ տալիս էր ինչ որ ռետրոսպեկտիվ հայացք արդեն գրած նյութի վերաբերյալ։ Հիմա ball pen-ը առաջացավ, որ արդեն թանակի կարիքը չկա, որովհետև մեջը կարտրիջ կա ու կարաս անverջ գրես, արդեն ռեգրեսը երևի ընդեղից սկսվեց։ Ճապոնացիք օրինակ որոշեցին ընդհանրապես չօգտագործել, որովհետև հասկացան ինչքան վտանգավոր է իրանց մշակույթի համար, իրանք վրձինով են գրում, հա, իրանց մոտ գեղագրությունը ի դեպ դա ուղղակի աստվածային արվեստ է համարվում։ Հա, ես գնացի Օսակա անցած տարի World Expo-ի ժամանակ workshop արեցի ճապոնացիների հետ հայկական գեղագրության, տեսա էլի ինչքանով են իրանք նվիրված իրանց մշակույթին, իսկ գիրը քո մշակույթի անբաժանելի մասն է։ Այո։ Այն էլ մեր դեպքում եւ մի բան հարցնեմ, կարծես թե ընդհատեցի քեզ Տիգրաններից, եթե հնարավոր է իհարկե այս հարցին օբյեկտիվ պատասխանել, որովհետեւ վստահաբար հատկապես ձեր դեպքում օշականում էլ ապրում եք, պատկերացնում եմ նշանակությունը ձեր կյանքում, բայց օբյեկտիվորեն հաշվի առնելով, որ մեր այբուբենը բավականին տարբերվում է այլ աշխարհներից եւ բավական առանձնահատուկ եւ յուրահատուկ այբուբեն է, որքանով է այն չափանիշները, եթե վերցնենք, ինչքան էլ սուբյեկտիվ ընկալում է, հարմար գեղագրության համար, գեղեցիկ, հենց եթե կարելի այսպես ասել, եւ ինչ բարդություններ ունի։
Այդ հարցի պատասխանը շատ ակնհայտ ու պարզ է, մենք բարդ ժողովուրդ ենք ու մեր այբուբենը հետևաբար նաև բարդ այբուբեն է։ Ցանկացած գրավոր համակարգ հայելային պատկեր է այն ժողովրդի, որը իրան ստեղծել է։ Մենք քարերի մեջ ապրող ազգ ենք, հա, լեռնաշխարհամերը, քարն է մեր հիմնականում տուֆը, հա, տուֆա քարը, որ ամբողջ ճարտարապետության մեջ օգտագործվում է։ Մենք քարի ժողովուրդ ենք ու բարդ ժողովուրդ ենք, հա, ներքին դիլեմաները շատ են, ակնհայտ ինչ որ ներքին կոնֆլիկտներն են շատ, այբուբենը բացառություն չի։ Կարծես հայելին է այդ ամենի այբուբենը։ Հայը ստեղծել է, հայն էլ հիմա չարչարվում է։ Իսկ ինչ կապ կա մարդու մասնագիտության եւ ձեռագրի միջև, այ հիշենք բժիշկների ձեռագիրը, որը շատ դժվար է վերցանել։ Դժվար է։ Արդյոք մասնագիտությունը դեր ունի այստեղ։ Ես կարծում եմ, որ հատկապես այն մարդիկ, որոնք գրականությամբ են զբաղվում, գրում են, տեքստեր են գրում, ես չեմ կասկածում, որ եթե իրանք ձեռքով դա անեն, թայպ անելու փոխարեն, լրիվ ուրիշ արդյունք է լինելու։ Այսինքն, այստեղ մեխանիզմն է կարևոր, ոնց է ուղեղը աշխատում։ Բժիշկը ձեռագիր է, չէ՞, այդ բոլոր պատմությունները եւ անդությունների վերացնում։ Այո, ես չեմ կարող իրենց ձեռագիրը կարդալ։ Դա ուղղակի տապալվում է այդ։ Բայց ինչ որ կերպ դեղատների աշխատողները կարողանում են ինչ որ ներքին անտենաները։ Դա ինչ է, շտապողականությունն է, ինֆորմացիայի գեր ավելցուկն է, ինչն է պատճառը, երբ ես բժիշկ չեմ կարող այդ հարցին օբյեկտիվ պատասխանել, բայց ինձ թվում է, որ իրենց համար արագ ինֆորմացիա գրանցելը ավելի կարևոր է, քան ընթերնելի ինֆորմացիա տալ, բայց քանի որ իրանք գիտեն, որ դեղատանը կհասկանան, երևի շատ ուշադրություն չեն դարձնում, տենց գրում են, հետո վերջում հաստատվում է, բայց ես օրինակ չեմ կարող։ Այսինքն կապ կա է վերջում մասնագիտության անկասկած։ Նաև ինչ ինֆորմացիա է, ինչ որակի ինֆորմացիա է, ինչքանով արագ է պետք ինֆորմացիան թղթի փոխանցել, դա է երևի, հա, հիմնական հարցը։ Ունեք արդյոք դիտարկում այդ ձեր ուսանողների շրջանում, ինչպես են նրանք սեղագրում լեկցիաները եւ ինչ տեսք ունի նրանց ձեռագիրը։ Ես մի անգամից նկատում եմ այն ուսանողները, ովքեր որ թուղթ են օգտագործում, ես արդեն ժպիտ եմ իմ երեսին հայտնում, որովհետեւ ես գիտեմ, որ իրենց պահով պետք չի կասկածել, եթե ինքը թուղթ ու գրիչ է օգտագործում լեկցիայի ժամանակ, վերջի։ Իդեպ դուք հենց գեղագրություն էլ դասավանդում եք։ Ոչ, ես դասավանդում տարբեր առարկաներ, 3 կուրս է semester լինելու, մեկը Introduction to Art, այսինքն արվեստի բանը, երկրորդը դիցաբանություն ու կերպարվեստ, որը շատ հետաքրքիր։ Դե հերոց են այդ ամենը։ Երրորդն էլ վիզուալ կոմունիկացիաներ, այսինքն դիզայնի պատմություն, ամերիկյան համալսարանը դեռ չունի ամբիոն, դիզայնի ամբիոն, հուսով ենք, որ մենք այդ ճանապարհին ենք կստացվի մեզ մոտ, բայց ուսանողները ամեն դեպքում շատերը ձգտում են դեպի արվեստ, վիզուալ արվեստ։ Ես չեմ խոսում կերպարվեստի մասին, որովհետև կերպարվեստը մի քիչ ուրիշ բան է, բայց վիզուալ առարկաներ կարևոր են, շատերը ուզում են սովորել ու մենք փորձում ենք մի քիչ այդ բացը լրացնել համալսարանը։ Տալ հնարավորությունը։ Ռուբեն, շատ խոսեցինք թվային հարթակի տեղափոխման մասին, այն մասին, որ հիմնականում մարդիկ արդեն թվային հարթակում են գրում, բայց երբ ես ինքս աշխատում եմ, տարբեր ինչ որ բաներ եմ փորձում ստեղծել, լինի դա վիդեո թե ինչ որ գրառումներ, ինձ միշտ շատ սահմանափակում է հայերեն գեղեցիկ ֆոնտերի պակասը։ Հետաքրքիր այս ֆոնտերի ստեղծման process-ում նույնպես արդյոք գեղագիրներ մասնակցում են եւ ունենք ֆոնտեր, որ հենց այս ճանապարհով են ստեղծվում, թե պարզապես։ Սա կարևոր հարց է, որովհետեւ եթե էքսպերիմենտ չկա թղթի վրա, նոր տառատեսակները շատ դժվար է ստեղծել։ Տեսեք ինչ է կատարվում, հա, բոլորը իրար նման են, շատ նման են։ Այդ ինչի մասին է վկայում, որ չկա էքսպերիմենտ թղթի վրա։ Դու թղթի հետ աշխատելով ես նոր ֆորմաներ ստեղծում։ Այդ էքսպերիմենտը պարտադիր պետք է տեղի ունենա թղթի վրա, որպեսզի նոր տառատեսակների համար ուղի բացվի։ Քանի մենք դա չենք անում, մեր մոտ լինելու է մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, քիչ թե շատ նույն բանը։ Դրա համար այդ բազան չի լայնանում, չի աճում ու դուք չեք տեսնում նոր տառատեսակ։ Երբ ինչ-որ բան ես ուզում ձևավորել, հա, հավաքել հոլովակ եւ տեսնում ես, որ հենց հայկական ֆոնտերի պակաս կա։ Այո, կա։ Իդեպ այդ հարցը լուծելի հարց է, մենք ուղղակի նորից պետք է շեշտը դնենք հենց գեղագրության որպես արվեստի ճյուղ զարգացման վրա, որտեղ վերջի վերջում ամբողջ
ժամը բոլորս հպարտանում ենք, որ մենք ունենք եզակի այբուբեն, իրոք բարդ, բայց հետաքրքիր այբուբեն, դա չպետք է լինի ուղղակի մեզ համար ինչ որ մի թուղթ, որ մենք ցույց ենք տալի, ասում ենք նայեք ինչ լավն է։ Արեք փորձենք այդ այբուբենի հետ խորքային աշխատանք տանենք, արեք փորձենք նոր տառատեսը, նոր ֆորմաներ ստեղծենք, ու ոչ միայն ինչի դիգիտալը իր տեղը ունի իհարկե, հա, այդ ֆոնտերը, որոնք կիրառվում են տարբեր հարթակներում, բայց ինքը իրանով է այդքան գեղեցիկ ու տպավորիչ, որ իսկ կարծում եմ, որ ինքը արվեստ է, ոչ պակաս, էլի, այսինքն մենք կարանք տառը, եթե մեր քարի վրա արձանագրությունները այդպես տպավորիչ չեն ու գեղեցիկ, արեք թղթի վրա էլ կարողանանք տենց գեղեցիկ անել։ Մենք ունենք մասնագետների պակաս այսօր դաշտում։ Այո, ունենք։ Ես ունեմ ուսանողներ, որոնք արդեն 10 տարի ինչ անցել է, ինչ իրենց հետ աշխատել եմ, հիմա այստեղ կայանալու հարցն է հիմնականում, հա, շատերը չեն կարողանում ոչ ժամանակը տրամադրել, ոչ էլ չունեն այդ հնարավորությունը։ Նաև գուցե կոմերցիոն տեսանկյունից այդքան գրավիչ չէ։ Չէ, դեպի ասեմ ինձ անդադար գրում են, անընդհատ մարդիկ ուզում են, որ ես ինչ որ բան գրեմ իրենց համար, չգիտեմ, տանեն պատի վրա կախեն կամ նույնիսկ դաջված կանեն իրենց մարմնի վրա, որը ինձ համար սկզբից մի քիչ պրոբլեմատիկ էր, բայց հետո հասկացա ինչ տարբերություն, այսինքն տառը գեղեցիկ է ցանկացած մեդիումի, ցանկացած ֆորմատի մեջ, հարցը թե արդյոք կարող ես գումար աշխատել դրանով թե ոչ, ես անկասկած համոզված եմ, որ այո, կարող ես։ Ու ինքը մեզ անհրաժեշտ է ու պետք է, ու մենք արեք փորձենք, ես չգիտեմ, եթե ինձ ինչ որ մեկը լսում է կրթական համակարգում պետական տեսանկյունից, հա, ինչա տեղի ունենա, արեք փորձենք, գոնե պիլոտային ծրագիր սկսենք, ինչ որ դպրոցներից մեկում փորձենք երեխաների հետ վերապատրաստում անենք այն դասատուների հետ, որոնք որ իրենց այբուբեն են սովորեցնում, փորձենք նաև զուգահեռ մի հատ գեղեցիկ փորձենք իրենց սովորեցնել, տեսնենք ինչ կստացվի։ Եթե իրանք կսկսեն ավելի հաջողակ լինել տարբեր, հա, որտեղ փորձը ցույց է տալի այն երեխաները, որոնք գեղագրությամբ են զբաղվում, անմիջապես ավելի լավ ցուցանիշներ են իրենց մոտ։ Առարկաների հետ, որոնք գրելու հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Այդ նշանակում է այդ մեխանիզմը ինչ որ մի ձևի ազդում է ուղեղի աշխատանքի վրա, հիշողության վրա, այդ զուտ գրելու կարողությունը թղթի վրա։ Եթե դա է վտանգված, ես մի քիչ վախենում եմ ուրա դա մեզ տանում, այո։ Ինչպես ծնողները օրինակ հասկանան, որ արժե երեխաներին կամ գուցե այս պահին ինչ հնարավորություններ կան, կհարցնենք անպայման Ռուբենին, բայց փոքրիկ գովազդային դադարից հետո։ Սուրճ ու սեր առավոտից։ 10-29-ը հիշեցնենք օգոստոսի 12-ին նշվում է առհասարակ գեղագրության օրը եւ մենք շարունակում ենք զրուցել գեղագիր նաեւ դասախոս Ռուբեն Մալայանի հետ։ Ռուբեն, նշեցիք արդեն, որ ցավոք կրթական հնարավորությունները քիչ են, գրեթե չկան գոնե պետական մակարդակով, բայց հետաքրքիր է թեկուզ մասնավոր ինչ որ հնարավորություններ ունեք դուք ինքներդ դասավանդում եք կամ պլանավորում եք փոխանցել նաեւ այս արվեստը եւ ինչքանով են երիտասարդները հետաքրքրված լինում է, որ տեսնեն ձեր ստեղծագործությունները եւ ասեն այ ես էլ կուզեի։ Դե արեք նայեք բարձ հարցի վրա, հա հիմա շատ եւ ես տեսնում եմ այդ տենդենսը երիտասարդների խոշոր զանգվածը ձգտում է դեպի դիզայն, ձգտում է դեպի վիզուալ արվեստ, ասենք տառարվեստը դիզայնի հենասյուներից մեկն է, վիզուալ կոմունիկացիայի ամենաբազային սյուներից մեկն է։ Եթե գեղագրությունը կարա տանի դեպի դիզայն, դեպի տառարվեստ, որ արդեն մասնագիտություն է ու կարա նաև զարգացնել ընդհանուր վիզուալ կոմունիկացիան։ Բայց այսօրվա դիզայնը դա digital դիզայնն է։ Այո, բայց տեսեք, ցանկացած դիզայներ, որը որ նույնիսկ դիգիտալ է աշխատում, եթե ինքը կարա ձեռքով անի թղթի վրա, ինքը ունի մեծ առավելություն։ Այսինքն ինքը կարա ստեղծի մի բան, որը որ անկրկնելի է, հենց իրանն է, ինքը կարա իր ոճը ունենա։ Հիմնականում դիզայնի մեծ խնդիրներից մեկը այն է, որ այլևս չես կարող տարբերել, հա, բոլորը նույն բանն են անում։
Բա վերջը որն է քոնը այդ ամեն ինչի մեջ։ Այդ քոնը հենց կարա դառնա քո ձեռագիրը ու քո տարի հետ աշխատելու կարողությունը։ Եթե դու գեղագրությամբ զբաղվես, բայց դիզայնն է քո աշխատանքը, դու կունես մեծ առավելություն, որտեղ ամեն անգամ քեզ մեկը կգասի ես նոր լոգո եմ ուզում անեմ, ու դու իրան դիգիտալ չես անելու, այլ ձեռքով ես անելու թղթի վրա, ինքը կլինի անկրկնելի ու հետաքրքիր։ Այսինքն կա ստեղ մի վեկտոր, որը պետք է դիտարկել որպես աճի վեկտոր, հա, մեզ համար։ Իսկ ծնողները, որոնք տեսնում են, որ իրենց երեխաները տաղանդավոր են ու ձգտում ունեն դեպի վիզուալ առարկաներ, ես իրենց խորհուրդ եմ տալիս, այո, երեխաներին փորձել գեղագրություն սովորեցնել։ Գիտեմ, որ պակաս կա դասախոսների, ես ինքս workshop-ներ եմ անում անընդհատ, հիմա այս Կիրակի օրը իդեպ Ազատ Place-ում, որը որ Փարպի գյուղում է, շատ գեղեցիկ այգի է, մենք այնտեղ workshop ենք անելու այս Կիրակի օրը ու կան հնար, բայց ես մենակ եմ ցավոք այս բանին, էլի։ Դե գուցե միանան ձեզ հիմա մեր զրույցից մարդիկ ովքեր լսում են հետաքրքրված են, ես կուզեի որ էլի լինեին կայացած գեղագիրներ, որոնք որ փորձի փոխանակում անեին, փորձեին սովորեցնեին ուրիշներին, որովհետև իրականում ամենակարևոր ասպեկտը այս ամեն ինչը հենց դա է, հենց փոխանցել այն ինչ որ դու գիտես, դու ես հասկացել, դու ես սովորել, փորձել կրթել են երեխեքին, որոնք որ սեր ունեն դեպի տառ։ Այդ ուզում եի հարցնել, արդյոք հատուկ շատ տաղանդ պետք է, թե աշխատասիրությունն ու սերը կարող է օգնել այստեղ։ Աշխատասիրություն ու սերը անկասկած ամենակարևոր բաներից են, հա, տաղանդ ես տաղանդը ավելի շատ կբնութագրեի որպես էսթետիկ համակարգ, այսինքն ինչն է ճաշակ, այո, ինչ ես հավանում, ինչն է գեղեցիկ ես համար։ Երեխաներին դրա համար պետք է անպայման վիզուալ նյութ մատուցել, տա գրքեր, արվեստի գրքեր տա ու լավ գրքեր տալ, որ հենց ընդհանուր էսթետիկ ճաշակը զարգանա։ Այն պահին, երբ որ այդ համակարգն է լավ աշխատում ու դու կարաս զտես գլուխգործոցները միջակ աշխատանքներից, դու արդեն այդ բազան ունես, որ հետո կվերածվի գեղեցիկ գրին։ Այսինքն տեխնիկապես կատարել գեղեցիկ դա միայն մի ասպեկտն է, այստեղ կա ասելու ինչ ունես։ Նա բովանդակությունը որն է, հա, որովհետև ստեղ տեսեք ինչ հետաքրքիր կա տեքստ, որի հետ դու աշխատում ես ու իր վիզուալ ֆորման, հա, բայց բխումը վիզուալ ֆորման բխում է բովանդակությունից, ոչ թե հակառակը։ Ես հիմա Նարեկն եմ գրում, որը որ շատ դժվար պրոյեկտ է, բարդ պրոյեկտ է, տարիների պրոյեկտ է, գրափարով է։ Նույնիսկ կարդալն է շատ բարդ, Նարեկը պատկերացնում գրելն էլ պատկերացեք ինչքան դժվար է ու գրափար է, որը ինձ համար շատ դժվար է հասկանալ, բայց ուզում եմ ասեմ, որ բովանդակությունն է այդ շարժի այդ ոնց որ բանը, շարժիչ ուժը, մոտորը, հա, որ առաջ է մղում ամեն ինչ բովանդակությունից է գալիս ու մենք պետք է անպայման ուշադրություն դարձնենք հենց բովանդակության վրա, թե բովանդակությունը չսննկանաչ դառնանք մի, չգիտեմ, ժողովուրդ, որը ասելիք չունի ընդհանրապես, հա, դա էլ կարևոր ասպեկտ է այդ ամենը։ Առհասարակ կարծում եմ, թե դիզայնում, թե վիզուալ եւ ոչ վիզուալ արվեստի բոլոր ձևերում, նույնիսկ բրենդերում, առևտրի մեջ միշտ ձանձրալի են այն ընկերությունները, անհատները, որտեղ ասելիք չկա եւ միայն փաթեթավորման վրա է կենտրոնացած։ Նարեկից խոսեցիք, այս պահին հասկացանք, որ դրա վրա եք աշխատում, բայց հետաքրքիր է թե դա, թե առհասարակ ձեր աշխատանքները առաջիկայում որտեղ եւ ինչպես հնարավոր կլինի տեսնել, գուցե ինչ-որ առիթներ կան, ցուցադրություններ, կամ գուցե հարթակ կա, որտեղ կարելի է մտնել եւ ծանոթանալ ձեր աշխատանքներին։ Կա, իհարկե, armeniancalligraphy.com, որտեղ որ կա նաեւ պատմական ամբողջ ոնց որ ուսումնասիրությունը, որ ես արել եմ այս տարիների ընթացքում, այսինքն մետրոպից սկսած ինչ եղավ, ոնց եղավ, ինչի այս որոշումները կայացվեցին այն ժամանակ, որոնք որ ճակատագրական ազդեցություն ունեցան մեր ազգի համար, հա, մետրոպը իմ կարծիքով ամենակարևոր մարդն է մեր մշակույթի համար, ու իհարկե ես հիմա այս բանը ոչ միտեղ չի ցուցադրվում ոչ մի բան, բայց ինչ որ պայից ինձ թվում է, որ կազմակերպենք ցուցահանդես, իհարկե ես այդ առաջարկին եմ սպասում այս բանին, բայց Նարեկը արդեն ես ինքս տենց նայելով ինչ է ստացվում ինձ մոտ կարծում եմ, որ ինքը
շատ հետաքրքիր բան։ Գրքի տեսքով եք պլանավորում հենց։ Ինքը գիրք չի լինելու, առանձին մեծ լիստեր են լինելու, որոնք դու չես կարող կազմ անես, իրանք շատ մեծ են դրա համար։ Ինքը ավանդական գիրք չի լինելու, բայց ամեն դեպքում ամեն մի գլուխը, ամեն մի տեքստի աղոթքների շարքը իրանով գեղեցիկ կալիգրաֆիկ արվեստ է, այդպես որ հա Մեզ մնում է շնորհավորել այսօր ձեր պրոֆեսիոնալ պաստորեն տոնն է գեղագրության շնորհակալ եմ։ օրը եւ հաջողություններ մաղթել նոր լուրեր լինելուն պես մենք կարծում կարողանանք հանդիպել։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ մեր տաղավարում էիք, հուսով ենք դեռելի կհանդիպենք։ Սիրով հիշեցնում եմ, որ զրուցում էինք գեղագիր ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանի հետ։ Մենք հիմա մեր հյուրին կխնդրենք միասին լուսանկարվել, դուք էլ շերին բայել եք։ Հետո վերադառնանք եւ շարունակենք։ 10:36 շարունակեք մնալ մեզ հետ։ I don't need your sympathy. There's nothing you can say or do for me, and I don't want a miracle. You'll never change for no one, and I hear your reasons why. But where did you sleep last night? And was she worth it? Was she worth it? 'Cause I'm strong enough to live without you, strong enough, and I quit crying long enough. Now I'm strong enough to know you gotta go. There's no more to say, so save your breath and walk away. No matter what I hear you say, I'm strong enough to know you gotta go. So you feel misunderstood? Well, baby, have I got news for you on being used? I could write the book, but you don't wanna hear about it. 'Cause I've been losing sleep, and you've been going cheap. And she ain't what half of me is true. Now I'm telling you that I'm strong enough to live without you, strong enough, and I quit crying long enough. Now I'm strong enough to know you gotta go. Come hell or waters high, you'll never see me cry. 'Cause this is our last goodbye, it's true. I'm telling you that I'm strong enough to live without you, strong enough, and I quit crying long enough. Now I'm strong enough to know you gotta go. There's no more to say, so save your breath and walk away. No matter what I hear you say, I'm strong enough to know you gotta go. Now I'm strong enough to live without you, strong enough, and I quit crying long enough. Now I'm strong enough to know you gotta go. There's no more to say, so save your breath and walk away. No matter what. Սուրճ ու սեր առավոտից։
10:40 րոպե սուրճ ու սեր առավոտից հաղորդումը հանրային ռադիոյի ուղիղ եթերում իհարկե շարունակվում է։ Հիշեցնենք, մենք միասին ենք ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Եվ ժամանակն է թերթելու մի փոքր լրահոսը, տեսնելու թե մշակութային, շոու բիզնեսյան, ժամանցային լրահոսում ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում եւ կարծես թե կինո աշխարհից ունենք մի հետաքրքիր Այո, 70-ամյա հոլիվուդյան դերասան, նաև ռեժիսոր Մել Գիբսոնը հայտարարել է, որ շարունակում է նվիրված լինել երկար սպահված մահացու զենք 5-ի ավարտին եւ իր վերջին հարցազրույցում նա բացահայտել է, որ սցենարն արդեն ավարտված է, բայց նախագիծը խրված է վարչական փակուղու մեջ։ Արի ու տես, որ վարչական քաշքշուկ կան նաեւ Հոլիվուդում բյուրոկրատական, այսպես դժվարություններին Հոլիվուդում չնայած Մել Գիբսոնը չի կորցրել հույսը հանդիսատեսին լեգենդար մարտաֆիլմերի ֆրանշիզայի վերջին գլուխը նվիրելու համար։ Մի փոքր համբերենք եւ փոստերուն ֆիլմը տեսնենք թե ինչ է էկրաններին։ Հետաքրքիր է։ Իդեպ վերջին շրջանում կարծես թե շատ ֆիլմերի նոր մասեր են զուգահեռ նկարահանվում, չես հավատամ, բայց հերթական ֆարսաժն է նկարում Վին Դիզելը եւ շարունակելով կինո աշխարհի նորությունները, Ջեյմս Քեմերոնը, որին նախորդ անգամ անդրադարձանք, եւս մի անգամ ասել է, որ հնարավոր է լքի Ավատարի ռեժիսորական աթոռը եւ նախագիծը հանձնի այլ կինոգործիչների եւ գիտենք, որ սա էլ է ֆրանչիզը, որը բավական երկար ժամանակ նկարահանվում է եւ յուրաքանչյուր ֆիլմ շատ երկար է նկարահանվում, բայց կան կինոքննադատներ եւ կինոգործիչներ, որոնք կարծում են, որ պարտադիր չէ, որ տխրենք այս նորությունից եւ սա իրականում կարող է նոր եւ թարմ հայացք բերել ֆիլմերին։ Բայց շատ լավ իմանալով կինոսերներին, կինոմաններին, վստահ եմ, որ սա նրանց մոտ միայն դժգոհություն է առաջացնելու, որովհետեւ հատկապես սիրված ֆիլմերի դեպքում մենք կտրուկ փոփոխություններ չենք սիրում, դա միշտ դժգոհությունների է բերում։ Դա տանում է միանգամից հիասթափության։ Այո, չարթարացան մեր սպասումները եւ կարծես այսպես հիասթափված անջատում ենք էկրանը։ Այո, փաստորեն։ Մենք շարունակում ենք։ Watch it burn. Don't waste time on feeling. Use your passion. No return. Hold me in your heart tonight in the magic of the dark moonlight. Save me from this empty fight. In the game of life, like a poem said by a lady in red, you hear the last few words of your life.
Սուրճ ու սեր առավոտից։ 9:46 մենք շարունակում ենք աշխատել Հանրային ռադիոյի ուղիղ եթերում եւ դեռ ունենք ասելիք։ Այո, հաբրակադաբրա եւ արդեն ժամը 10:46, կարծես թե այսօր շատ արագ է թռնում ժամանակը։ Նոր մեկնաբանություններ ունենք մեր ռադիոլսողների կողմից։ Կարինե Սարիբեկյանը մեզ բարի լույս է մաղթում եւ ասում է. այսօր իմ ամուսնու Ավդելեն Էդգարի ծննդյան օրն է, շնորհավորում եմ, ցանկանում եմ ամենալավն ու բարին, լինես առողջ, միշտ միասին, սուրճ ու սեր ողջ ազգիս, ավելացրել է նա։ Մենք էլ ենք միանում շնորհավորանքներին, շնորհավորում ենք ինչպես Տիկին Սարիբեկյանի ամուսնուն, այնպես էլ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ծննդյան տարեդարձ են նշում այսօր բոլոր հոբելյարներին շնորհավոր ասենք։ Այո, եւս մեկ անգամ մենք դա արեցինք առաջին հատվածում, եւս մեկ անգամ չենք զլանա եւ կշնորհավորենք բոլոր հոբելյարներին սիրով։ Տեղափոխվենք մարզական լրահոս եւ ցավոք տխուր լուրով սկսենք ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիան չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում ցավոք պարտություն կրեց, նա հյուրընկալվել էր Սլովենիայի չեմպիոն Ցելիեին եւ 0-2 հաշվով ցավոք պարտվեց։ Այդ գոլերի հեղինակները մեր համար Չարաբաստիկ Յայա Դուկուլին եւ Բենյամին Վերբիչն էին, որոնք Ցելիեին դուրս բերեցին որակավորման play-off, իսկ մեր Արարատ Արմենիայի առաջիկա խաղերը նախ հիշեցնեմ, որ առաջին խաղում 2-1 հաշվով մենք հաղթել էինք, երբ մենք էինք հյուրընկալում, բայց առաջիկա պայքարը լինելու է Եվրոպայի լիգայի որակավորման play-off-ում, Արարատ Արմենիան մրցելու է ֆինլանդական կուպսի եւ ռումինական Ունիվերսիտատեա Կրայովայի հետ, ներողություն, այս հակամարտության հաղթողի հետ, կախված թե ով կհաղթի այս խաղում, անկախ նրանից թե այն խաղում ով հաղթանակ կտանի, հուսով ենք, որ Արարատ Արմենիայի հետ խաղում այս թիմը կպարտվի։ Մի լավ լուրով կոտրենք այստեղ խորհրդությունները, վերջապես երկար սպասված, կարծում եմ մարզաշխարհի ամենասպասված հարսանիքն է տեղի ունեցել, այսինքն չգիտենք հենց հարսանիք որպես այդպեսին եղել է թե ոչ, բայց Պորտուգալիայի հավաքականի եւ նաեւ Սաուդյան Արաբիայի Ալ Նասրի 41-ամյա հարձակվող Քրիստիանո Ռոնալդոն ի վերջո ամուսնացավ Ջորջինայի հետ, այո, 32-ամյա իր հարսնացուի, գիտենք երկար ժամանակ բոլորը քննարկում էին Ջորջինայի ահռելի մատանին նրանց նշանադրությունից հետո եւ բոլորին շատ հետաքրքիր էր թե երբ է տեղի ունենալու հարսանիքը, չգիտենք հենց հարսանեկան արարողություն եղել է թե ոչ, բայց այն մասին, որ ամուսնացել են եւ մատանիներով են փոխանակվել, զույգը հայտնել է 3 Instagram-ում, համատեղ post են արել, նրանք միասին էին Տիգրան 2016 թվականից, փաստորեն արդեն 10 տարի միասին։ Կարծեմ 3 թե 3 չարաչորը երկրպագուները պաշարել էին, կարծեմ հյուրանոցի հրապարակը, որպեսզի լույս տանան, բայց Ռոնալդոն ուղղակի սմայլիկներ էր Instagram-ան իր էջում հրապարակել, ոչինչ չասելով իրականությունը թե ոչ, բայց արդեն արյութես իրականությունը նրանք մատանիները արդեն հրապարակեցին։ Շնորհավոր ենք ինչպես Ռոնալդոին, այնպես էլ նրա երկրպագուներին, իդեպ մեմեր կան, երբ ասում է, երբ Ռոնալդոն Ջորջինային ասում է, դու ինձ ոչ ոք երբեք այնքան չի սիրել, որքան դու, եւ երկրպագուները լաց են լինում անարդարությունից։ Վայ։ Դե ինչ ասեմ, աչքները լույս լինեն, թող բախտավոր լինեն։ Что ты видишь свысока? Я же знаю, ты следишь за мной давно. Да, я миру проиграла в дурака. Но если честно, мне на это все равно. Честно, все равно. Убегаю в никуда. Но за каждый шаг тебя благодарю. Даже если он был сделан не туда. Все равно ты знаешь сильно, как люблю. И постоянно говорю: давай не ждать, жить будто завтра звездопад. Блеском в глазах всех побеждать. Встречать закат, танцуя без слез, смеяться всерьез. Давай не ждать, жить, чтобы оставить здесь свой след. С блеском в глазах встречать рассвет и побеждать, чтобы не было поздно. Посидеть чужой ложи не было интересно до меня любить. Сложно, но зато со мной честно я не наберу. Позже, если не хочу совсем до меня любить. Сложно, я не нравлюсь всем. Но светофоры зеленым загораются лишь тем, кто глупые споры
Сумел вывести за пределы, всем всего не успеть. Давай будем рисковать, давай танцевать теперь, давай не переживай, давай не ждать, жить будто завтра звездопад, блеском в глазах всех побеждать, встречать закат, танцуя без слез, смеяться всерьез, давай не ждать, жить, чтобы оставить здесь свой след, с блеском в глазах встречать рассвет и побеждать, чтобы не было поздно. Արի չսպասենք երգում էր Մարիկ Ռայնբերինը ռուսական էստրադայի այս վերջին ժամանակների լավագույն հիթերից մեկն է դեպի երկչին շատ այսպես արագ սրընթաց քայլերով գնում է դեպի Օլիմպոս եւ ունի արդեն բազմաթիվ զուգերգեր նաեւ գերաստղերի հետ։ Շատ եմ ուրախանում, երբ երիտասարդ արտիստներ են ի հայտ գալիս նոր թարմ ոճերով եւ կարծես թե նոր թարմ շնչառություն են բերում նաեւ երաժշտարվեստ, երաժշտական ասպարեզ 1952 Տիգրան։ Այո, ճամփորդությունից արի խոսենք, ունես արդյոք մտերիմ ընկեր բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ունեմ ծանոթներ, որոնք բնակվում են, բայց մտերիմներ չունեմ։ Ափսոս, եթե ունեք ընկեր, ով բնակիչ է, արաբական քաղաքացի է Էմիրությունների եւ արում նա կարող է ձեզ հրավիրել եւ ձեզ նվիրել $800։ Այո, բեր ընկերոջը ստացիր $800, ինչպես է Դուբայը հրապուրում զբոսաշրջիկներին վերջին դեպքերից հետո Իրանի հրթիռային հարձակումներից հետո եւ կառավարական մակարդակով հետաքրքիր ծրագիր է, կոչվում է Դուբայի հրավերը։ Ծրագիրն արդեն գործում է եւ հուլիսին է մեկնարկել նախաձեռնությունը նպատակ ունի շրջել այս միտումը առանձին ձեռքից այսպես խորհուրդներ տալով 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ով ունի Էմիրությունների վավեր անձնագիր կարող է հրավիրել իր ընկերոջը կամ չգիտեմ բարեկամին, հարազատին մինչև հոկտեմբերի 31 այցելել Դուբայ, նրանք պետք է ժամանեն օդային, ծովային կամ ցամաքային ճանապարհով եւ ստանան նվեր եւ այդ գումարը կարող ես ծախսել անվճար, հյուրանոց կարող ես բուքանել եւ պարզապես քո հաճույքների համար $800 նվիրում է կառավարությունը։ Ահա թե ինչպեսին է լինում երկրի PR-ը, երբ երկիրը փող ունի։ Այսպես է տարքից բաներ։ Մաղթում ենք, դե դուք էլ փող ունենաք, ինչու ոչ։ Մաղթում ենք լավ օրվա լավ շարունակություն, հուսով ենք, որ մեզ հաջողվեց նպաստել դրան օրվա լավ մեկնարկով։ Խորհուրդ ենք տալիս, առաջարկում ենք մնալ հանրայինի հետ որակյալ բովանդակության, թարմ եւ ճշտված տեղեկատվության համար։ Իսկ եթերում սուրճ ու սեր առավոտիցներ ձեզ համար աշխատեցին Տիգրան Հարությունյանը եւ Վեգա Անդրեասյանը 26 աստիճան այսպես Երևանում, վայել է ամառային օրը, ամառային հանգիստը, քանի դեռ ամառը չի ավարտվել։ Կհանդիպենք վաղը։